Փաշինյանը ասաց մինչև 18 թիվը մարդիկ ավելի վատ էին ապրում, հիմա 50%-ով ավելի լավ են ապրում, քան մինչև 18 թիվը։ Երևի շփոթվել է։ Ես ոչինչ չեմ ասում, ինքն է լավ ապրողը։ Մենք լավ չենք ապրում։ Էն ինչ են աշխատավ, թոշակներն էլ բզրացրուց։ Հաց ինչ ենք տալի։ Գնացեք։ Ես գործ չունեմ, ես դու գնացեք։ Գնացեք իրան հետ այդ հարցերը լուծեցեք։ Եթե հավատում եք, դուք հավատացեք։ Շատ դժվար հարց տվեք։ Հիմա ոնց ենք լավ ապրում, երբ որ թոշակի հույսին ենք։ Կողմնակի ոչինչ չունենք, ուղղակի գոյատևում ենք։ Այդքան բան։ Իսկ որ Փաշինյանը ասում է մարդիկ 50%-ով ավելի։ Դու գլուխ քարնա տալի է։ Ինչով է լավ, ինքը լավ ապրում, կարևորը ինքն է, մենք կարևոր չենք։ Հետո մերը մարզա, մարզերն անտեսված են, ոչինչ չունեմ էլ իրանից ասել։ Լավ եք ապրում հիմա ավելի։ Ես միշտ էլ լավ եմ ապրել։ Ժամանակ ենք լավ ապրել, ոչ լավ եմ ապրել, մի չգիտեմ ով ոնց։ լավ ենք ապրում, չեմ։ Այո, հիմա ավելի լավ են ապրում, բայց իհարկե թոշակները լավից վատից վերջը կարում ենք կառավարվենք, չենք ասում 100%-անոց, բայց շնորհակալ ենք իրանից։ Ես շնորհակալ եմ, չգիտեմ, ուրիշի մասին կարծիք չեմ ուզում կազմեմ, ես ինքս թոշակառու եմ, քանի տարի արդեն թոշակ եմ ստանում, ոչինչ։ Թորնիկիս հետ էլ եմ ապրել, որպես դպրոցական ինքը ինձ մոտ ապրել, բայց էլի նեղության մեջ չեմ ընկել, փառք Աստծո։ Ապրի, երկար կյանք ունենա, դուք էլ հետը։ Փառք Աստծո, լավ ենք ապրում, չէ, նորմալ են, լավ, ես չեմ դժգոհում։ Դժգոհում չեմ։ Ինչով ենք լավ ապրում, որ աշխատանք չունենք քաղաքում։ Ոչ մի աշխատանք չունենք։ Մարդիկ ուժի զորով հատ մարդ կա, հաց կիմանիսյա ուզում տալիս չեն։ Ոնց են լավ ապրում մարդիկ, դե աշխատանք չկա։ Թոշակառու մարդիկ ենք, ըստ կոմունալ ծախսերի չերիք։ Շատ դժվար է վիճակը։ Լավ բան չենք սպասում։ Վարչապետը ասաց հիմա մարդիկ 50%-ով ավելի լավ են ապրում, քան մինչև 18 թիվը։ Նայած մարդիկ, եւ են վաղտ, եւ ես վաղտ, կան եւ լավ ապրողներ, եւ վատ ապրողներ։ Կոնկրետ դուք սկսել եք լավ ապրել ավելի։ Լավ եմ ապրում, եթե դժբախտությունները չգան։ Դրա դեմն էլ չենք կարող առնենք։ Լավ կլեմ ապրելիս, այս տարիքը մեզ առողջությունով նստած որբեր են պահում։ Մարդը եթե ջահելան, լավ ապրում, թիվն ինչ կապ ունի։ Բոլորը լավ են ապրում, ջահելները։ Հա բա ջահել են նրանք լավ են, ուզում անապատը գծես նրանց։ Մենք միշտ միջակ ենք ապրել, ոչ լավ ենք ապրել, ոչ վատ։ Այսինքն եւ այն ժամանակ Եվ հիմա։ Դե աշխատում ենք, կարում ենք լավ ապրենք, եսի։ Բայց 18 թվին ինչի՞ չէիք լավ ապրում։ Դեն տովել ապրենք, բայց դե մի քիչ օրինակ ինձ մա հիվանդ էի բան չկարեի էլի, էտա։ Չէ, Ազիժան, ես վատ եմ ապրում։ Շատ վատ ենք ապրում։ Իսկ այն ժամանակ լավ էիք ապրում, մինչև 18։ Ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա։ Դե ինչքան աշխատող ուժը շատ լինի, աշխատող ձեռքը կիշխի, ժիր ձեռքը կիշխի, կախված աշխատանքից։ Քանի տարի առաջ 8 երեխա ունեմ անչափահաս էին, պարզ էր, որ շատ դժվար էր, մի հատ աշխատող ուժ ունեինք։ Բայց մեր երեխեքից, որ մեծացել են, մեր երկուսն կողքից աշխատում են, բաներ ա փոխվել։ Հիմնականում աշխատանք լինի, ժողովուրդը աշխատեն, վաստակեն, ունենան, որ գիտենք, որ շատ բան գումարի հետ է կախված էլի, աշխատատեղ էլի, աշխատանք լինի։ Ինչի հաշվին եք սկսել լավ ապրել։ Լավ ապրել, ես ասեմ ոնց եղել եմ համարյա թենենց էլ կամ, թոշակառու մարդեն ինչի հաշվին պիտի լավ ապրեմ, թոշակ եմ ստանում, փառք Աստծո, հարմարվում ենք ժամանակի հետ։ Ազիզ բալա, կոմունիստների ժամանակից է նորմալ եմ ապրել, դժգոհել չեմ ես ապրելուց։ Ինչի հաշվին եք լավ ապրում։ Ինչի հաշվին, ՌԴ Ռուսաստանի դաշնության ժամանակ։ Որ 2 տարի 10 դրամ չի տալի թոշակին։ Можно։ Մենց կնիկ եմ, մենակ կնիկ եմ, եւ այլը, եւ այլը։ Դի տելևիզորի շանս տա, հոթող շանս տա։ Ավելի լավ եք ապրում, քան մինչև 2018 թիվը։ Ոչինչ, լավ է, ինչ է եղել։ Հիմա դուք 50%-ով ավելի լավ եք ապրում, քան մինչև 2018 թիվը։ Իհարկե ոչ։ Որտեղ նպաստով ենք ապրում, վարձով ենք ապրում, չենք կարում կոմունալները մուծենք, երեխեքի հետ, շատ վատ վիճակով ենք ապրում, տուն չունենք։ Դյարի դու մի 50,000 դրամով ընտանիք պահի, ոնց պահեմ։ Այսինքն ավելի լավ չեք ապրում։ Այն ժամանակ էլ չէինք ապրում գոյատևում էինք, հիմեր
գոյատևելուց է մի բան արդեն տվել անց են կացել։ Փաշինյանը ասաց հիմա մարդիկ ավելի լավ են ապրում։ Դե աշխատանք չունենք, ոնց ինչով ենք լավ ապրում, ես օրինակ 60 տարեկան եմ, աշխատանք չեմ փնտրում, չեմ գտնում, ստաժ չունեմ, 3 տարուց հետո թոշակ եմ, շատ դժգոհ եմ այս կյանքից։ Ոչ միտեղ աշխատանք չեմ գտնում, որ աշխատեմ, ստաժ ունենամ, գոնե 63-ից թոշակ գնամ։ Շատ դժվար է կյանքը։ 50%-ով ավելի լավ է։ Այո, 50-ել ու 60-ել Ազիզ ջան, հիմա շատ լավ ենք ապրում։ Առաջվա համեմատ, առաջ 7 տարի է, որ Նիկոլ Փաշինյանն է, ես գոհ եմ, ուրիշին չգիտեմ։ Ես իմ կողմից գոհ եմ։ Լավ էլ կա վատ է, լավը իրանք է։ Վատը մնացած է, քանի տոկոս կան, 98%։ Վատը այդ 90%-ն ապրում, իրանց մոտ շատ լավ է։ Առաջադիմությունը, փողը, տները, պատիվը, հարգանքը դրսում իհարկե ոչ թե Հայաստան արցածը։ Չնայած դրսում էլ չբա կներեք է սխալ արտահայտությունների կողմից։ Ոբշեմ, դա ես երկրի վիճակ։ Կոնկրետ դուք ավելի վատ եք ապրում։ Ես իմ լավ ու վատի համար չեմ խոսում, ես խոսում եմ ընդհանուր իմ ազգի համար, իմ ժողովրդի համար։